Սիրելիներս ողջույն եւ բարի գալուստ իմ YouTube-յան տեսալիք բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում, ես Նադյան եմ։ Սկսում ենք մեր հերթական վլոգը։ Գնում ենք խանութ, այսօր ընկերուհուս տուն եմ գնալու։ Մի քանի վլոգ առաջ կարծեմ YouTube-ում տեղադրել էի այդ հատվածները, որտեղ ընկերուհուս էի հանդիպում իմ դպրոցական տարիների ընկերուհուն, ու այսօր խանգարում եմ ինձ ու Սոսեին հրավիրել է իրենց տուն։ Հիմա ուզում եմ գնալ իրենց համար նվեր վերցնել մի փոքրիկ, քանի դեռ Սոսեն քնած է, որ ժամանակ չկորցնեմ դրա վրա, գամ պատրաստվեմ եւ Սոսեի հետ տանից դուրս գանք։ Ես արդեն պատրաստվել եմ, Սոսեին պատրաստվել եմ, հիմա ինքը քնած է, հավաքել եմ իր իրերը, շատ բան չեմ վերցրել, եթե մի քանի ժամով ենք տանից բացակայելու, ընդամենը մեկ ավել ձեռք հագուստ, տակդիր մի քանի, խոնավան ձեռոցիկ եւ մուսլինե ծածկոց, որ եթե քնի իրեն ծածկեմ, ու հավաքել եմ իր անվանական այս պայուսակի մեջ։ Հիմա դնում եմ նվերները, որոնք վերցրել եմ, ասեցի ձեզ էլ ցույց տամ ընկերուհուս տղայի համար, այսինքն շոտ սիրուն մուսլինե հավաքածու եմ վերցրել, շորտը, խակի կանաչ եւ կիսաթև վերնաշապիկը։ Ընկերուհուս համար վերցրել եմ սենց կաթսա, որը շատ եմ հավանել ու մտածում էի անգամ ինձ համար նույնպես վերցնել, այսենց շատ էսթետիկ լիմոնագույն ապակյա կափարիչով ու կափարիչի վրա այսենց փակյա գնդի։ Ոյ շատ ադուրս եկել, շատ սիրունի կա։ Այնքան եմ սիրում նվերներ անել այնպիսին, ինչպիսին կցանկանայի ես ստանալ։ Ու այս կաթսան երբ տեսա մտածեցի, որ շատ կուզեի ես էլ նվեր ստանալ։ Տեղավորում ենք սենց պադարաչնի տոպրակի մեջ։ Եվ այս ամենը քաղցրացնում ենք Grand Candy չրերով, շոկոլադապատ կոնֆետի տուփով։ Այսպես մենք պատրաստ ենք արդեն։ Հիմա տաքսի կանչեմ ու դուրս գանք։ Սոսե։ 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 Սոսես պոզիկը թեքվել է։ Հա? Թեքվել է պոզիկը։ Սոսը շորերս ճմրթեց։ Չէ՞։ Այսունիկ, հեսա հասնում ենք։ Դե հանգիստ նստի, հեսա հասնում ենք։ Հասնում ենք Սոսի։ Այ Սոսեն կյանքս կերավ ամբողջ ճանապարհին, կեսից հոգնել էր այդ ոնց էր նվնվում։ Հասանք։ Պոզիկը թեքվել է Սոսի։ Մենք եկանք տուն, ընկերուհուս տանը շատ լավ ժամանակ անցկացրինք, լիքը զրուցեցինք, երեխաները շատ հավեսով իրար հետ խաղացին, ոյ ինչքան լավն է ընկերուհուս տղան, այնքան հանգիստ անուշիկ երեխա է, շատ ջրտերես, իր խաղալիքներով կիսվում էր Սոսեի հետ, մի խոսքով շատ հավես էր, շատ լիցքավորված եկա տուն, Սոսեին զգեստափոխեցի, ինչպես տեսնում եք, մի երկու գործ արեցի տանը, երեխաներին հացմաց ու հիմա էլի Սոսեի հետ դուրս ենք եկել։ Գնում եմ, քանի որ ամուսինս այսօր գործ ուներ օնլայն, տանից պետք է աշխատեր, ճիշտ է տաննա տղաներին կհետևի, բայց
Պետքա գործաներ։ Չէր կարողանա սոսեիներ նայել։ Դրա համար ստիպված սոսեին վերջրի հետս գնում եմ եղբորս հանդիպեմ ու գնանք հերթական անգամ աշտարակ տատիկիս այցելության դե հիմա որ արդեն վիճակն էլ այդքան էլ լավ չի սենց գրեթե ամեն օրը մեջ գնում եմ որ ես էլ ինձ ավելի հանգիստ զգամ իր կողքին նստեմ այդպես էլի Ամուսինս առաջին անգամ Թեմուից պատվեր է արել ու քանի որ ինքը իմ նման չի, ես կարամ օրերով այս պատվերը սենց փակ թողնեմ, մինչև հարմար պահ կգտնեմ ու unboxing կանեմ, ձեզ հետ կկիսվեմ։ Ինքը անհամբեր է, կանգնած սպասում է, թե ես երբ պետք է արագ unboxing անեմ ու իր պատվերը իրեն հանձնեմ, բայց ես խնդրեցի, որ տա անպայման ձեզ հետ միասին բացենք, այսեղ բացարձակ չգիտեմ, թե ինչ կա, ինքը ընդհանրապես ինչեր է պատվիրել և առաջին բանը, որ տեսնում եմ կոշիկները լվանալու պար կա, որ բոթասները կեդերը սենց դնես ես պարկի մեջ ու գցես լվացքի մեքենան, ինքը շատ հավես բան է անպայման կփորձարկեմ ու կկիսվեմ կարծիքով Ղաթափեր է պատվիրել իր համար տեսնեմ Հավա յարել եմ, իդե շես բայց լավն է այս ինչ է և սենց մանր մունր բաները կա բան է պատվիրել ինքը տոնկոպ հիմա թապտամ ոչ մի բան չթողենք մեջը այս չգիտեմ ինչ է, հաստատ ինչ-որ բանի մասա չգիտեմ ինչ է այս ինչ է լավը չի, այս ինչ առա այս ինչ է էլի սենց ինչ-որ բան է այս բա Էդի ինչ է Արա, էդի կարևոր բան է Ձեզ ցույց տամ Էսի այսրա համար եմ սա առել Ամռան ամուսնուս թևերը սևանում է, որ մեքենա է քշում պատուհանին դրված մի թևը սևանում է, սենց թևի համար ինչ-որ հարմար բան է առել, որ մեքենա քշելուց սենց հագնի Վերջնա Լավն է, բա ասում էիր յակ Հա Այս ինչ է Տեսակ էդ օբեդի համար եմ առել Հələ դուր Հորս Հələ այս արը Էդի ինչ է Էսի ոնց են բայց վերև ներքև չկա Կմախքը գլուխը վերև էր, այ տենց է Այսօր աղջկաս 8 ամսականն է ու մենք գնում ենք գնումներ կատարենք առավոտից մտածում էինք ինչ-որ բան գուցե պատվիրել հետո հասկացանք, որ ավելի լավ կլինի եթե գնումներ անենք ու ինքներս պատրաստենք այն ինչ ուզում ենք որովհետև շատ խառը բաներ էինք ուզում մի բան այստեղից պետք է պատվիրեինք մի բան այդտեղից մի բան այդտեղից ու որոշեցինք ընտանիքով գնալ գնումներ անել և համով բաներ պատրաստել այն ինչ երեխաները շատ են սիրում այդպես արդեն հասանք մարկետի մոտ մտնեմ տեսնեմ այստեղ կարծիք հա լավ արի տեղ նայենք նոր այսօր չեմ գրել ոչ մի բան, ոչ մի ցուցակ չեմ գրել ու ամեն ինչ գլխիս մեջ է, ուզում ոչ մի բան չեմ մոռանամ Շատ արագ մի քանի րոպեում ընդամենը պատրաստվեցի որ տանից դուրս գամ ու հիշեցի, որ լվացքս 5 րոպե է արդեն անջատվել է ու ես մոռացել եմ բացել լվացքի մեքենայի դուռը, ասեցի գամ, լվացքս հանեմ, որ փռեմ, հետո արդեն հանգիստ գնամ իմ գործերով
ու այս ընթացքում խոսեմ ձեզ հետ Սոսեի ամսականների մասին, որովհետև պարբերաբար ստանում եմ հարցեր, թե ինչու եմ ես ամեն ամիս նշում Սոսեի ամսականները, տենց սիրուն պատրաստվում, լուքեր հավաքում, տորթիկ պատվիրում, նկարում երեխաներին։ Ես բոլոր երեխաների ամսականներն էլ արել եմ, Էմինին էլ սիրուն ամեն ամիս նկարում էի, տորթիկ էի պատվիրում, որ ամսականին էլ որ տորթիկ չէի պատվիրում, միևնույնն է իրան էլի սիրուն հագցնում, նկարում էի ու տենց նաև մնացած երեխաներից դե Սոսեին շատ առանձնահատուկ ամեն ամիս հավաքել 3 տղաների համար լուքեր, որ Սոսեին համահունչ լինեն։ Այս ամսականին է չեմ հիշում, նախորդ վլոգներից մեկի ընթացքում ձեզ ցույց տվեցի, որ գնացել էի գնումների ու Սոսեի համար այդ զգեստը գնել էի ամսականի, չեմ հիշում ցույց տվել եմ թե չէ, Ինստագրամում հաստատ ցույց եմ տվել։ Իդեպ եթե ինձ Ինստագրամում չեք հետևում, այստեղ կթողնեմ իմ Ինստագրամը, կարող եք գնալ նաև ինձ Ինստագրամում հետևել, որովհետև այնտեղ շատ ավելի ակտիվ եմ ու այնտեղ ավելի ռեալ ժամանակով եմ սթորիներ տեղադրում, քան այստեղ YouTube-ում վլոգները YouTube մի քիչ ավելի ուշ են հասնում, մինչև մոնտաժում եմ, տեղադրում եմ, Ինստագրամում հենց տվյալ օրը անում եմ։ Մի խոսքով, դա մի կողմ։ Հիմա նրա մասին, թե ինչու եմ ես ամեն ամիս Սոսեի ամսականները տենց սիրուն նշում։ Այդ գործողության մեջ իրականում շատ փիլիսոփայական մտքեր փնտրել պետք չի։ Մենակ այն, որ գործողությունը շատ դրական է, արդեն իսկ արդարացնում այն հանգամանքը, որ ինքը պետք է արվի։ Հետո մինչև 1 տարեկանը երեխաները սովորաբար շատ ավելի արագ են զարգանում, քան 1 տարեկանից հետո։ Մինչև 1 տարեկանը դու իր ամեն ամսվա աճը նկատում ես, 1 տարեկանից հետո հաստատ 1 ամսականում եւ 1 ամսականում, 1 ամսականում շատ մեծ փոփոխություն չի նկատվում երեխայի վրա։ Ամսականները նաեւ շատ սիրուն հիշողություններ են ամբողջ կյանքի համար։ Ես պատկերացնում եմ արդեն, թե ինչ մեծ սիրով են երեխաներս տարիներ անց նայելու իրենց նկարները, թե ես ոնց եմ ամեն ամիս սիրուն 4-ին հագցրել, միանման, տորթիկ պատվիրել, նկարել։ Հիմա արդեն Սոսեն դարձավ 8 ամսական, երբ ես բացում եմ իր 1, 2, 3 ամսականի շարքերը նայում եմ, ֆոտոշարքերը, հսկայական տարբերություն կա։ Սոսեն ամեն ամիս արագ մեծացել է ու նայում եմ, ասում եմ, ոյ անցած ամիս ինչքան պուճուրիկ էր ինքը, ոնց 1 ամսվա մեջ սենց արագ մեծացավ։ Ինչի՞ չէ, եթե կարելի է ամեն ինչ, ամեն փոքրիկ բան տոն դարձնել, ինչի՞ չանենք։ Դա մեկ հիմնական պատճառներից, թե ինչու եմ ես Սոսեի ամսականները նշում ամեն ամիս, ու երկրորդը ուզում էի անպայման այս հանգամանքը եւս շեշտել, որ միայն Սոսեի ամսականը չի, որ ես ամեն ամիս սենց սիրուն պատրաստվում ու նշում եմ, ես շատ սիրուն պատրաստվում եմ նաեւ այլ ընտանեկան տոների ժամանակ եւս, ուզում եմ երեխաներիս մեջ մտնի, սերմանվի այդ ավանդույթը, որ կարելի է ամեն առիթից տոն դարձնել։ Օրինակ Զատկի տոնը մենք էլի ընտանիքով շատ սիրուն նշեցինք, բոլորս շատ սիրուն դեղին ու սպիտակ գույների մեջ հագնվել էինք, ես դեղին զգեստ էի հագել, տղաները դեղին բաբուչկայով, սպիտակ շապիկներով, Սոսեն անգամ սպիտակ զգեստ ու դեղին ռետուզիկ էր հագել, ես սեղանը զարդարել էի դեղին ու սպիտակ գույների մեջ։ Ու շատ սիրուն մենք այդ օրը Զատկի տոնը մեր ընտանիքով նշել ենք, ես ամանորին էլ եմ այդպես պատրաստվում, մնացած ընտանեկան առիթներին եւս այդպես սիրուն պատրաստվում եմ, երեխաների ծնունդներին եմ այդպես պատրաստվում սիրուն, ինչի՞ չէ, եթե կարելի է տոն դարձնել մի սովորական օր, ինչի՞ չդարձնել տոն, ինչի՞ թողնել այդպես ուղղակի անցնի գնա, եթե Սոսեի ամսականը կարող ենք մենք տոն դարձնել ու սիրուն նշել, ինչի թողնենք ուղղակի անցնի գնա։ Գիտեմ, ես այդպես եմ մտածում, ու եթե ձեզ այս հարցը հետաքրքրում էր, որովհետև դուք մտածում եք արդյոք նշել երեխայի ամսականը, թե ոչ, միանշանակ նշեք, հետո կհիշեք, մեծ սիրով ու մեծ կարոտով կնայեք այդ բոլոր նկարներին, հետո ժամանակն էլ շատ արագ է անցնում, երեխաները շատ արագ մեծանում են ու կան բաներ, որոնք աննկատ ձևով սերմանվում են երեխաների մեջ ու հետո դուք էլ չեք հասկանում, թե ինչպես եկավ այդ պահը, երբ երեխաները եւս սկսեցին ապրել ձեր
ընտանեկան ավանդույթներին ու արժեքներին համապատասխան։ Այս ամենի մասին մի բան ասեմ ու թեման արդեն ընդհանուր փակենք, օրինակ մարտի 8-ին ես ոչ մի բան չի արել։ Փոխարենն արել էին երեխաները։ Իրենք վերցրել էին տուփ, գնել էին գրախանութից, խնդրել էին ամուսնուս, որ իրենց գումար տա, իրենք տուփ գնեն, գրել էին բարեմաղթանքներ գունավոր թղթերի վրա, գունավոր թղթերով սարքել էին ծաղիկներ, դրել էին այդ տուփի մեջ, այդ բարեմաղթանքներով, առավոտ շուտ արթնացել էին, երբ ես քնած էի եղել ու ամուսնուս հետ գնացել էին խանութ, մի քանի վարդ էին գնել ու երբ ես արթնացա, իրենք ինձ անակնկալ արեցին, շատ շոյվել էի, շատ ուրախացել էի ու այդ ամեն ինչը ուղղակի օդից չի գալիս, դա դաստիարակության արդյունք է, որը կարծում եմ աննկատ ձևով ես տվել եմ իմ երեխաներին, իրենք տեսել են, թե ես ամեն անգամ ինչքան սիրուն եմ պատրաստվում իրենց առիթներին, իրենց ծնունդներին, սոսեի ամսականին, ու իրենք մտածել են, որ իրենք էլ պետքա տոն դարձնեն մամայի օրը։ Այ, այդպիսի բաներ։